Ենք Լուսինեն ուրա հրամանատար։ Շատ լավ, նախ ուզում եմ շնորհավորեմ բոլորիս այսօրվա հիասքանչ միջոցառման կապակցությամբ կարծում եմ շատ կարևոր էր այս արձանագրումը, որ Հայաստանում պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտը հատկապես մեծ զարգացում է ապրել։ Ուզում եմ մի քանի կետով նախապատմության մասին խոսեմ եւ խոսեմ այն մասին, թե ինչպես են ընդունված որոշումները դառնում արդյունքում նման մեծ հաջողություններ։ Եթե հետահայաց նայենք օրինակ համեմատություն կատարենք 18-ի, ինչու 18-ի, որովհետև այն ժամանակ ռազմավարական լուրջ որոշումներ ընդունվեցին, այդ թվում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հիմնումը եւ հիմիկվա միջև համեմատություն անցկացնենք, մենք պետք է արձանագրենք, որ օրինակ ռազմաարդյունաբերության ոլորտում պետական գնումների տեսանկյունից մի քանի միլիոնից դարձել է մի քանի տասնյակ միլիոն, 70 միլիարդը դա մի քանի տասնյակ էլ չէ, 100 միլիոն եւ ավել, 150 միլիոն տարեկան ձեռքբերումների մասին է խոսքը։ Դա նշանակում է, որ Հայաստանում տասնյակ արտադրամասեր, գործարաններ, գիտատեխնոլոգիական հիմնարկներ են ստեղծել, որոնք կարողանում են մատակարարել ամբողջ արտադրանքները։ Երկրորդը, եթե բարձր տեխնոլոգիաների ոլորտին ուշադրություն դարձնեք, 2018 թվականին շուրջ 10,000 աշխատող կար, հիմա շուրջ 50,000 աշխատող կա, այսինքն հնգապատկվել է այդ ոլորտը եւ մեծ հաշվով հնայում 1-2%-ից դարձել է 7%, 7 ու մի քիչ, եւ դա նույնպես ահռելի առաջընթաց է։ Հայաստանում սուպերհամակարգչային արհեստական բանականության ոչ մի կենտրոն չկար, այսօր Հայաստանը top 10-յակի մեջ է սուպերհամակարգչային հզորություններով բնակչության թիվը հաշվի առած, իսկ Firebird-ի պրոյեկտի ավարտից հետո արդեն իր համակարգչային հզորություններով top 10-յակի մեջ կլինի։ Գիտության ֆինանսավորումը շուրջ 3 անգամ աճել է, 12 միլիարդից դարձել է 36 եւ ավելի միլիարդ։ Հիմա թվերը կարող եմ մի փոքր այս կողմենքով անեմ, կարծում եմ նույնիսկ քիչ եմ ասում, բայց սրանք այս ապագայի վերաբերյալ մեր հավատն են, այդ դպրոցների շինարարությունները, որոնք որ կատարում են հարյուրավոր դպրոցներ, մանկապարտեզներ, դասատուների, ուսուցիչների վարձավճարների կրկնապատկում, ավելացում, եռապատկում, շատ դեպքերում քառապատկում, ատեստավորման համակարգերի միջոցով, սրանք բոլորը ներդրումներ են Հայաստանի ապագայի մեջ։ Եվ այդ ապագան հիմա այսօր արդեն մենք տեսնում ենք, որովհետև այն ինչը որ երազանք էր 2018 թվականին, այսօր դուք կարող եք տեսնել իրենց թևերով թռչող, խոցող, հետախուզող, տեսանկարահանող եւ ամեն ինչը ամբողջական պաշտպանական որպես համակարգ։ Եվ ես ուզում եմ եւս մեկ անգամ բոլորիս շնորհավորել այս կապակցությամբ եւ ասել, որ իսկապես ապագան Հայաստանի եւ տեխնոլոգիական ոլորտի եւ ռազմաարդյունաբերության հստակ է եւ պայծառ, եւ այսօր մենք արդեն ապրում ենք 2018 թվականի նկատմամբ ապագայում, որը իսկապես, այսպես ասեմ, շատ տպավորիչ է, նույնիսկ ինձ համար, ով որ կանգնած է այդ ամեն ինչի այդ երազանքի իրականացման ամենասկզբնաղբյուրում։ Մեծամասամբ մատակարարվում է բանակին։ Ես գիտեմ, որ այստեղ ներկայացված ցուցանմուշներից մեծամասնությունը իսկ առանց փորձարկման բանակին մատակարարում ուղղակի օրենքով արգելված է։ Այսինքն այստեղ նաև ներկայացված կոնցեպտներ կան, հիմնական մասը ասում եմ բանակին մատակարարվում են, բայց ներկայացված նաև կոնցեպտներ կան, որոնք կանցնեն փորձաքննությունները, բայց ես հիմա մասնագիտական այսպես հարցերին կարծում եմ ԲՏԱ-նախարարը, կոմիտեի նախագահը ավելի լավ կպատասխանեն։ Նման թվերի մեջ ես չէի խորանա, ես ընդամենը կարող եմ ասել, որ բանակի ձեռքբերումները 2018 թվականին նկատմամբ տասնյակ անգամներով, նույնիսկ հարյուրավոր անգամներով ավել են հիմա տեղական արտադրողներից։ Այսինքն այն ժամանակ մեծ հաշվով սերիական մի քանի ընդամենը տեսակի բան կան, հիմա մի քանի տասնյակ տեսակի եւ հարյուրավոր միլիոն դոլարների պայմանագրեր կան։ Այդ ծավալը պատկերացնելու համար էլի։ Պարոն Հայրապետյանը վերջերս գրել էր, որ մեծ քանակությամբ միլիոնավոր դոլարների զենք է նաև արդեն արտահանվում Հայաստանից դուրս, որոշ երկրներ գնում են դրանք, կարող եք ներկայացնել, որ երկրներն են հետաքրքրված։ Որևէ մանրամասն չեմ կարող ներկայացնել, կխնդրեմ նման հարցերը դիմել
համապատասխան մարմնին, եթե իրենք նպատակարար կհամարեն, ապա կբացեն ինֆորմացիա։ Պարոն Արշակյան, թեև ասացիք մասնագիտական դաշտ չմտնեմ, բայց կարող եք ասել այդ հիմնական տեխնիկայից, հիմնական մասից որն է, որ անուններով նշեք, որ այս պահին հայկական բանակում կիրառվում է։ Տեսեք, նորից եմ ասում, օրինակ զորահանդեսի ժամանակ ցուցադրվող զինտեխնիկան, դա այն տեխնիկան է, որը բանակի տեխնիկան է։ Այսինքն, եթե ուզում եք հստակ ցուցանմուշներով շոշափելի տեսնել, նայեք զորահանդեսին անցկացված եւ ցուցադրված տեխնիկան եւ կտեսնեք եւ այնտեղ նաեւ իհարկե որոշ դեպքերում չէր ասվում, բայց շատ դեպքերում ասվում էր, որ հայկական մշակում եւ արտադրություն է, կարծում եմ այստեղ զուգահեռները հանգիստ կարող եք տանել, նաեւ այստեղ շրջելով եւ զուգահեռներ անցկացնելով արդեն ցուցադրվածներին, որտեղ անվանական չեմ ցանկանա հիմա նշել, որ մեկին չմոռանամ հանկարծ։ Օրինակ այն հետախուզվող շները, Շնորհակալ եմ։ որ այս վերջին Հետախուզող շները հայկական չեն եւ բոլորը դա գիտեն, բայց դրա վրա լուծումներ կան, որոնք որ հայկական։ Այո,